2025-ի կատարածն ու 26-ի անելիքները Նիկոլ Փաշինյանը այցելել է Պաշտպանության նախարարություն։ Երևանի քայլերը Հայաստանում Իրանի դեսպանի կոշտ հայտարարության ֆոնին արդյոք փարատվել են մտահոգությունները։ ԱՄՆ Իրան բախումից մեկ պակաս ամերիկյան նավատորմը մոտենում է իսլամական պետության ջրերին։ Հեռախոսների առ ու ծախով զբաղվող ընկերությունը առաջինն է խոշոր հարկատուների ցանկում։ Տեխնիկա կա աղ ու ավազել, ինչու կոլապսի ենթարկվեց կենտրոնը ձյան առատ տեղումներից հետո։ Պապական տունը կռվախնձոր, Գորիսում նռնակի պայթյունից 2 զոհ 1 վիրավոր կա։ Եվրամիությունը հրաժարվում է ռուսական գազից, Հունգարիան և Սլովակիան դեմ են նախագծին։ Հայաստանը հզորությամբ 101-րդն է, հրապարակվել է 145 երկրների ռազմական կարողությունները։ Ճանապարհ դեպի հայկական ֆուտբոլի բարձունք, ոսկե դուբլ, ֆիլմ նվիրված լեգենդար մարզիկին։ Օկուպացված Արցախից վերադարձած հայերը հոգեբանական աջակցություն են ստանում, սոցապ նախարարության հայտարարությունը։ Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, Արմենիայի ուղիղ եթերում օրվա գլխավոր ժամն է, տաղավարում Հայկ Նավասարդյանն է աշխատում։ Եվ այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Պաշտպանության նախարարություն, քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը, առաջիկա ծրագրերը, առաջնահերթություններն ու զարգացման հիմնական ուղղությունները։ Իրանը և ուժ և կամք ունի պաշտպանելու իր երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, այսպես է պաշտոնական Թեհրանը արձագանքում իրանական ջրերին մոտեցող ամերիկյան նավատորմի շարժի մասին լուրերին։ Միևնույն ժամանակ փորձագիտական համայնքը կարծում է լավ հոտ չի գալիս ԱՄՆ Իրան հնարավոր առճակատումից, քանի որ այդ դեպքում պատերազմի բեկորները կարող են նաև հարևաններին, այդ թվում և Հայաստանին բաժին հասնել։ ԱՄՆ Աբրահամ Լինքոլն ավիակիրը գտնվում է Իրանից հարվածային հեռավորության վրա։ Երկու երկրների միջև լարվածությունն աճում է։ Օրեր առաջ էր Թրամփը տեղեկացրել, հետևում է Իրանին եւ տարածաշրջան է ուղարկում զգալի ուժեր, բազմաթիվ նավեր, մեծ նավատորմ։ Թրամփը նախազգուշացրել էր, որ լրջորեն դիտարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառման հնարավորությունը։ Որոշ չափով պատրաստություններ կան եւ արդեն ագին ժամանակ, թե որոշումը կընդունվի հարվածի, թե չի ընդունվի, ինձ թվում է շատ տարբեր գործոններից է կապված։ Ըստ ռազմական փորձագետների, Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունները կլինեն օդային հարվածներով։ Իրանն ինչ խոսք հակահարված տալու է, ինչպես հայտարարել էին բարձրաստիճան իրանցի պաշտոնյաները։ Թիրախում կլինեն ամերիկյան ռազմաբազաներ, դեսպանատներ, ընդ որում տարածաշրջանում տեղակայված։ ԱՄՆ-ն իր ռազմաբազաները եւ իր դիպլոմատներին էվակուացնում է սովորաբար տենց գործողություններ կատարելուց առաջ։ Նավերի ուղարկելը տարածաշրջան ոչ մի չափով չի ազդի Իրանի հաստատակամության եւ վճռականության վրա, պաշտպանելու իր ինքնիշխանությունը։ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն ուշադիր հետևում է բոլոր տեղաշարժերին եւ միաժամանակ ոչ մի վայրկյան չի կորցնում իր երկրի պաշտպանունակության ամրապնդման, ազգային ինքնիշխանության եւ արժանապատվության պաշտպանության ընթացքում։ Ըստ փորձագետների, տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմն է նաև շահագրգռված Իրանում անկայունության մշտական պահպանման, այդ երկրի մասնատման առումով։ Հնարավոր է, որ օրինակ Ադրբեջանը աջակցի Իրանի դեմ թշնամաբար տրամադրված երկրներին։ Ըստ ռազմական ոլորտի մասնագետների, այո, եթե վստահ լինի, որ լայնամասշտաբ պատերազմի դեպքում Իրանը կմասնատվի որպես պետություն։ Դրան են սպասում նաև Իրանում բնակություն հաստատած ազերիները։ Երևի խոսքը կգնա առաջի հերթին հետախուզության ոլորտում համագործակցության մեջ, ոնց որ եղավ 12 օրյա հակամարտության ժամանակ, այդ միակ սցենարը, որտեղ ես ինչ-որ ձևի կարող եմ պատկերացնել Ադրբեջանը ուղիղ ռազմական աջակցություն, օրինակ ինչ-որ հարվածներ իրանց բանակը կիրառել, կարող եմ պատկերացնել մենակ եթե ինչ-որ որոշում լինի, որ ինչ-որ տենց լայնամասշտաբ պատերազմ է Իրանի դեմ սկսվում, վերջանալու է Իրանի լուրջ պարտության։ Նախկինում միշտ ադրբեջանական համայնքը Իրանի ներսը ինքը ինչ-որ դեր խաղացել է, էլի ներքին ապակայունացման պայմաններում ինչ-որ ճգնաժամերի։ Տարածաշրջանում քամի փչի ուղղություններից մեկը նաև Հայաստանը կարող է լինել։ Իրանում եւ Իրանի դեմ յուրաքանչյուր բացասական պրեսինգ ուղիղ ազդեցություն կարող է ունենալ տնտեսական միգրացիոն առումով։ Իհարկե Հայաստանի համար շատ մռայլ կա, էլի այդ թեմաները։
Չեմ կարծում եմ, որ խոսքը ինչ-որ լայնածավալ ցամաքային գործողության մասին կարող է լինի, էլի օդային գործողության մասին կարող լինի։ Հայաստանի սահմանների կողքը կլինի լուրջ անկայուն իրավիճակ։ Շատ դժվար կլինի նրանց համար, որ ներմուծում է ապրանքներ Իրանի տարածքով։ Չնայած Իրանում որոշակի չափով տեղեկատվական բլոկադային, արևմտյան եւ իսրայելական մեդիան շարունակում է իրանական հասարակության մեջ ահաբեկող պառակտող տեղեկությունների տարածումը։ Եթե Իրանը հայտարարում է, որ իր երկրի դեմ ցանկացած հարձակում կհամարի լայնամասշտաբ պատերազմ, արևմտաիսրայելական լրատվամիջոցները համատեղ տեղեկություն են տարածում, թե իբր Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին տեղափոխվել է Թեհրանում գտնվող մի քանի 100 մետր խորության հատուկ ստորգետնյա ապաստարան ամերիկյան հարձակման ռիսկի աճի պատճառով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հայաստանում Իրանի դեսպանի կոշտ հայտարարություններից հետո պաշտոնական Երևանը թեև փորձեց փարատել մտահոգությունները, ցույց տալ, որ Երևանը եղել եւ մնում է Թեհրանի դաշնակիցը, անկախ հանգամանքից, որ Միացյալ Նահանգների հետ սերտացնում է հարաբերությունները, Իրանում սա միանշանակ չեն ընդունում։ Դեսպանը հիշեցնում է, որ Իրանը ամենադժվար պահին եղել է Հայաստանի պետության եւ ժողովրդի կողքին, ուստի անընդունելի է համարում, երբ Երևանում կանաչ լույս է վառվում դեսպանատան դիմաց ցուցարարների համար։ Հայտարարությունից հետո թե Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի կենտրոն, մեր երկրում Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին այս անգամ գրավոր է խոսքն ուղղում հայ ժողովրդին, հոդված է հրապարակել անդրադառնալով Իրանում տեղի ունեցող վերջին զարգացումներին, պատմական համեմատականներ է անցկացնում, պնդում, թե տնտեսական պահանջներով առաջնորդվող քաղաքացիական բողոքի ակցիաները մի քանի օր շարունակ խաղաղ մթնոլորտում էին ընթանում, ավելին կառավարությունն ապահովում էր ցուցարարների անվտանգությունը, սակայն հանկարծ մեջբերում եմ քաղաքացիական բողոքի եւ փողոցի ասպարեզը խլվեց հասարակությունից եւ որոշ տարերի ներթափանցմամբ ականատեսը եղանք մի իրավիճակի ստեղծման, երբ բռնությունը փոխարինեց երկխոսությանը եւ վնաս հասցրեց հանրային անվտանգությանն ու քաղաքացիների բնականոն կյանքին։ Հայաստանի հասարակության համար այս օրինաչափությունն անծանոթ չէ։ Ձեր երկրի պատմությունը ցույց է տվել, որ քաղաքական բռնությունը եւ բողոքի ցույցերի արմատականացումը, հատկապես երբ դրանք ուղեկցվում են աշխարհաքաղաքական մրցակցություններով կամ արտաքին ուժերի ճնշումներով, թիրախավորում են կայուն ժողովրդավարությունը, քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը եւ ոչ մի այլ արդյունքի բացի անկայունությունը, համայն հասարակությանը հասցված վնասը եւ հանրային վստահության քայքայումը չեն հասցնի։ Շարունակելով պատմական փորձը վկայաբերել, դեսպան Շիրղոլամին նշում է, այն շարժումները, որոնք կամա թե ակամա սրում են լարվածությունը, հաճախ նպաստում են ճգնաժամի վերարտադրմանը, որից դուրս գալն արդեն բոլորից է մեծ գին պահանջում։ Այստեղ ընդգծում է, կործանարար գործողությունների ընթացքում խռովարարներն ու անջատողականները առանց հաշվի առնելու հասարակության անցյալի փորձը եւ ժողովրդի ազգային ինքնությունը պատրաստական են իրենց ճակատագրի որոշման հարցում թույլ տալ նույնիսկ արտաքին միջամտություն։ Թեպետ Հայաստանում շատերը փորձում են այսպես համոզել, որ Իրանը որևէ խնդիր չի տեսնում թրիփի հետ կապված, Հայաստան-Արևմուտք հարաբերությունների հետ կապված, ակնհայտ է, որ հատկապես Իրանում պահպանողական շրջանակներում այդ մտահոգությունը ոչ միայն փարատված չէ, այլև այն առկա է։ Եվ դեսպանը ըստ էության փորձում էր նաև այսպես մեղմորեն մասնավորապես հոդվածի մեջ դրանց մասին հասկացնել, հույս հայտնելով, որ ի վերջո այս բոլոր խնդիրները կփարատվեն եւ որևէ կասկած չի մնա իրանցիների մոտ Հայաստան տեղ ունեցող գործընթացներում։ Հենց մենք պետք է դրանից դաս քաղենք, որ մեր խնդիրները պետք է մենք լուծենք, ոչ թե դրսի օգնությամբ։ Բնական է, ով գալիս է խնդիրը լուծում, դա նշանակում է գալիս է իր շահերի համար, որևէ մեկը հենց այնպես որևէ մեկին լավություն չի անում։ Բնականաբար դա է։ Այսինքն ոչ Ամերիկան, ոչ Եվրոպան, ոչ Ռուսաստան, ոչ մեկը մեր խնդիրը հենց այնպես չի լուծի։ Իրանում տեղի ունեցողը փորձագետ վերլուծաբանների համոզմամբ կապ ունի ամբողջ տարածաշրջանի հետ։ Ավելին մասնագետների խոսքով դրանք նաև միտում ունեն այս կամ այն զարգացման պարագայում փոխել ոչ միայն հարավային Կովկասի, այլև մերձավոր արևելքի անվտանգային ճարտարապետությունը։
Ընդհանրապես իրանական ներկա հասարակությունը իր մեծամասնությամբ փորձում է պահպանել այն համակարգը, որը գոյություն ունի։ Մյուս կողմից Հայաստանի տեղի ունեցող գործընթացները, հատկապես հաշվի առնելով, որ Իրանը ունի բացահայտ ճշնամական հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ, ոչ լավ հարաբերություններ Եվրոպական միության հետ, իսկ Հայաստանի փորձը անցնել դեպի Եվրոպական միության, դեպի Միացյալ Նահանգների ազդեցություն, այսպես պայմանական ասենք ազդեցություն, դրանք բոլորը Իրանը դիտարկում է որպես իր համար սպառնալիք։ Մասնագետների պնդմամբ հատկապես 44-օրյա պատերազմից հետո մեր հարավային հարևանը մեծ ցանկություն ունի սերտացնելու հայ-իրանական բարեկամությունը, սակայն դեպի Հայաստան ձգվող ճանապարհը թրիփն է կտրում Ամերիկայի նախագահի պատվին կոչված խաղաղության ու բարգավաճման երթուղին, որ ապահովելու է Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Արչեում թողարկման երկրորդ հատվածն է, կվերադառնանք րոպեներ անց։ Հեռախոսների առ ու ծախով զբաղվող ընկերությունը առաջինն է խոշոր հարկատուների ցանկում։ Տեխնիկա կա աղ ու ավազել, ինչու կոլապսի ենթարկվեց կենտրոնը ձյան առատ տեղումներից հետո։ Պապական տունը կռվախնձոր, Գորիսում նռնակի պայթյունից 2 զոհ 1 վիրավոր կա։ Եվրամիությունը հրաժարվում է ռուսական գազից, Հունգարիան և Սլովակիան դեմ են նախագծին։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը, այժմ միջազգային լրահոս։ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին, հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։ Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել նաև Ուկրաինայի զինված ուժերի զինամթերքի պահեստներին, անօդաչուների հավաքման վայրերին, ինչպես նաև զինված ուժերի և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման տարածքներին 142 շրջաններում։ Նշում են նաև, որ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը մեկ օրում ինքնաթիռատիպ 109 անօդաչու և 2 կառավարվող ավիառումբ են խոցել։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը անդրադառնալով Աբու Դաբիում կայացած Ռուսաստան-Միացյալ Նահանգներ Ուկրաինա ձևաչափով եռակողմ բանակցություններին հայտնել է, որ այն նախատեսվում է շարունակել հաջորդ շաբաթ, կոնկրետ օր ժամ դեռ հայտնի չէ։ Ավելի վաղ ամերիկյան Axios կայքը տեղեկացրել է, որ Ուկրաինայում խաղաղության հաստատման մասին եռակողմ բանակցությունների հերթական փուլը կայանալու է փետրվարի 1-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում։ Եվրոպական միության խորհուրդն այսօր հաստատել է դաշինքի երկրների ռուսական գազի ներկրումից հրաժարվելու մասին որոշումը, հաղորդում է Reuters գործակալությունը։ Նշում է, որ այսօր հաստատված նախագծի համաձայն Եվրամիության անդամ պետությունների ռուսական գազի ներկրման վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի նոյեմբերի 1-ը։ Նախագծին դեմ են արտահայտվել Հունգարիան և Սլովակիան։ Եվ կրկին Հայաստան 300,000 նոր աշխատատեղ, 0% հարկ փոքր բիզնեսին, 20,000 բնակարան պետական աջակցությամբ։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանն է իր ուղերձում հրապարակել այն առաջնահերթ քայլերը, որոնց հնարավոր է հասնել ընտրությունների միջոցով։ Կարապետյանն ասում է, հայի ոգին կոտրել չի լինի, հայ ժողովուրդն էլ վաղուց է վաստակել սեփական երկրում լավ ապրելու իրավունքը։ Բարերար Սամվել Կարապետյանն ուղերձում ընդգծում է, թե եկող ընտրություններից են սկսելու հայրենիքի վերածնունդը։ Սամվել Կարապետյանը վերահաստատում է իր տեսլականը, հայ ժողովուրդը վաղուց վաստակել է սեփական երկրում լավ ապրելու իրավունքը։ Ըստ այդմ, նա ֆիքսում է այս շաբաթ իր ներկայացրած տնտեսական ծրագրի առաջին 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան։ Առաջին 300,000 նոր աշխատատեղեր մասնավորապես մարզերում, երկրորդ 0 հարկ փոքր բիզնեսի համար, երրորդ 20% էժանդեղորայք բոլորի համար, չորրորդ բերքի երաշխավորված մթերում գյուղերում, հինգերորդ 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։ Կարապետյանը վստահ է, որ իրենց միանալու են միլիոնավոր հայեր, ում հետ միասին շատ արագ անցնելու են բարեկեցության իրավիճակի։ Մենք միասին երաշխավորված ու հարատև խաղաղության պայմաններում շատ արագ Հայաստանը վերածելու ենք կրթված, առողջ, ապահով ու զարգացած երկրի, ուժեղ Հայաստանի, եզրափակել է ազգային բարերարը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։
Երևանի քաղաքապետարանում գիտեին, որ հունվարի 20-ին և 23-ին ձյան առատտեղումներ են լինելու, սակայն 23-ին քաղաքը խցանումների պատճառով կանգ առավ, քանի որ տեխնիկան ուշացումով մտավ որոշ փողոցներ։ Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետի գլխավոր խորհրդականն ասել է հետևել են մեքենաների շարժին ու հասկացել, որ ժամանակին կենտրոն մտցնել չեն կարողացել ինտենսիվ ձյան և երթևեկության ակտիվության պատճառով։ Միևնույն ժամանակ Արիանը ընդգծել է, որ պնդումները, թե աշխատանքներ չեն իրականացվել, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ այդ երկու գիշերվա ընթացքում օգտագործել են շուրջ 1000 տոննա աղի և ավազի խառնուրդ։ Երևանի քաղաքապետը իր հերթին մայրաքաղաքում իրականացրած ձնամաքրման աշխատանքները ընդհանուր առմամբ բավարար է գնահատել, միաժամանակ չժխտելով առկա խնդիրները։ Լավ համարել չենք կարող, որովհետև ունեցել ենք կոնկրետ օրեր խնդիրներ, բայց բավարար կարելի է համարել, որովհետև մեր ճանապարհները X ժամանակ հետո նվազագույնը 24 ժամից 36 ժամ հետո ինտենսիվ ձյունը գալուց հետո ամբողջությամբ անցանելի է, այսինքն խնդիրները ամբողջությամբ վերացված են լինում։ Հետևաբար հիմա պետք է աշխատենք, որ այդ ժամանակը կրճատենք, այսինքն նույնիսկ եթե ցերեկային ժամերին է գալիս ձյունը, մենք պետք է կարողանանք այնպես անել, որ այդ միջինացված ժամանակը էականորեն նվազի։ Եկեք այդ նոր մոդելները արդեն լայնորեն կիրառենք, մասնավորապես աղի եւ ջրի լուծույթները նախորոք փողոցների վրա ցանելու հնարավոր տարբերակ։ Էկոպարեկային ծառայության կայացման համար պետությունը 2025-ին ծախսել է 6.3 միլիարդ դրամ, այդուհանդերձ նախորդ տարի կենդանական և բուսական աշխարհին հասցվել է 523 միլիոն դրամի վնաս։ Շրջակա միջավայրի նախարարությունում անցած տարվա աշխատանքներն ամփոփելիս անդրադարձել են նաև ջրային ռեսուրսների կառավարմանը։ Ըստ այդմ, Արարատյան ստորգետնյա ջրային ռեսուրսների վերականգնվող ծավալը կազմել է տարեկան 926 միլիոն խորանարդ մետր, այսինքն թույլ են տվել այս ծավալով ստորգետնյա ջուր դուրս բերել տարբեր նպատակներով օգտագործելու համար։ Մյուս կողմից 2025-ին Արարատյան դաշտում լուծարվել է 8 և կոնսերվացվել 25 խորքային հոր, ինչի շնորհիվ տարեկան 30 միլիոն խորանարդ մետր ջուր է տնտեսվել։ 2026 թվականի հուլիսի 1-ից չի թույլատրվելու ջրահեռացման համակարգերին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող կեղտաջրերն առանց նախնական մաքրում իրականացնելու արտանետել կենտրոնացված ջրահեռացման համակարգ։ Հաստատվել են ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը, ինչ իրականացնելու շրջակա միջավայրի նախարարությունը արդեն իսկ որպես լիազոր մարմին։ Պապական տունը կռվախնձոր երկու ազգականների ձեռքում տարիներ շարունակ հարազատները լեզու չեն գտել, թե ի վերջո ով պետք է տնօրինի ժառանգություն ստացած գույքը։ Ժամանակին այս հարցով անգամ դատարանի դուռն են հասել, բայց ինչ եղավ, որ գործը նռնակին հասավ։ Երեկ երեկոյան տեղի ունեցած ողբերգությունը ցնցել է գորիսեցիներին, դեպքի մասին խոսում են ամենուր, բայց շշուկով։ Երիտասարդներ են մահացել, որից մեկը 2 երեխաների հայր էր։ Երեկ ժամը 17-ին Գորիս բժշկական կենտրոնի շտապօգնության կայանում կանչ է գրանցվել, դեպքի վայր է մեկնել 2 բրիգադ։ Ժամը 17:00-ին 25/01/2026 թվականին շտապօգնություն կանչ է գրանցվել, որտեղ արտակարգ վիճակի հետ կապված կանչ են տվել ականապայթյունի հետևանքով, որպեսզի գնան։ Մենք ուղարկել ենք անմիջապես 2 շտապօգնության մեքենաներ։ Ժամը 17:15-ին արդեն շտապօգնության մեքենան հիվանդին տեղափոխել էր Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ աշխատանքային ժամ չէր, նաև աշխատանքային օր չէր։ Անմիջապես հրավիրվեցին վիրաբույժները, տրավմատոլոգները, անեստեզիոլոգ, ռեանիմատոլոգները։ Ըստ շրջանառվող լուրերի ազգականների մեջ կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճը պապենական տան հողամասի ու արգելապատի հետ է կապված, հարցը փորձել են դատարանով լուծել, չեն սպասել օրինական որոշմանը։ Երեկ երեկոյան վեճը շարունակվել է Գորիսի Գերեզմանատանը Թոսկապ կոչվող տարածքում, ըստ նախնական տեղեկությունների նռնակի պայթյունի հետևանքով զոհվել են ազգականներ Արմեն և Արուժան Յոլյանները։ Դեպքի վայրում գտնվող արցախցի Արսեն Երեմյանն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։
Հիվանդն ընդունվել է ծանր վիճակում, մարմնի վրա առկային բազմաթիվ բեկորային վերքեր, բոլոր օրգանների, բոլոր մաշկի արտաքին բոլոր ծածկույթների վրա, ուրեմն ձախ կողմից տեսողությունը բացակայում էր, տեղափոխվել է ռեանիմացիոն բաժանմունք եւ կատարվել են համապատասխան միջոցառումներ։ Գորիսի բժշկական կենտրոնում 5 ժամ տևած հետազոտություններից բժշկական օգնություն, միջամտություն ցույց տալուց եւ վիճակը կայունացնելուց հետո 30-ամյա Արսեն Երեմյանը տեղափոխվել է մայրաքաղաքի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Պարանոցի շրջանում ուրեմն եղել էր նաև գեմատոմա, կատարվել էր նաև արյան փոխներարկում, քանի որ այդ վերքերից բավականին արյունահոսություն էր եղել։ Առաջին իսկ րոպեներից դեպքի վայր են մեկնել համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի հերթապահ խումբը, քրեական ոստիկանության ծառայողները եւ իրականացնել համապատասխան գործողություններ։ Արևիկ Աբելյան, ժամը լրատվական։ Այլ թեմաներ, պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցուցակը, որը գլխավորում է ոչ թե արդյունաբերական հսկաներից մեկը, այլ հեռախոսների առք ու վաճառքով զբաղվող ընկերությունը։ Ինչ է սա նշանակում, եթե մեր երկրում, օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կամ Գազպրոմը ավելի քիչ հարկ են վճարում, նշանակում է տնտեսվարողը ավելի քիչ է օգտագործում գազը, հետևաբար նաև արտադրության ծավալներն են կրճատվում, նույնը նաև կոմբինատի իմասով։ Տնտեսագետների մեկնաբանությունը ժամի անդրադարձում։ 2 միլիարդ 317 միլիոն դոլարի թանկարժեք քարեր ու մետաղներ եւ 1 միլիարդ 236 միլիոն դոլարի տեխնիկա ու էլեկտրոնիկա է արտահանվել 2025-ին Հայաստանից։ Ինչի մասին են այս թվերը խոսում։ Գուցե այն բանի, որ Հայաստանը ունի հզոր արդյունաբերական ռեսուրս, թղթերի վրա գուցե։ Իրականում սա հին ու ոչ բարի ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքն է։ Դրա ազդեցությունը մեր տնտեսության վրա նվազել է, բայց այդքանով հանդերձ վերարտահանումը միևնույն է ապահովում է ահռելի եկամուտներ մեր բյուջեի համար։ Զարմանալի չէ, որ 2025-ի խոշորագույն հարկատուն սմարթֆոնների վաճառքով զբաղվող ընկերությունն է, որը բյուջե է մուտքագրել 200 միլիոն դոլարից ավելի հարկ։ Դրա փոխարեն նահանջել են ավանդական խոշոր հարկատուները։ Գազպրոմի հարկերի նվազելը նշանակի, որ Գազպրոմի կողմից տրամադրվող գազի քանակների ծավալն է նվազել, որը խոսում է արդյունաբերական ճյուղերի նվազելու մասին եւ գյուղատնտեսության որոշակի նվազելու մասին, ասենք ջերմոցներ եւ այլն, որոնք ոչ օգտագործում են գազը եւ բնակիչների կողմից։ 2025-ի խոշորագույն հարկատուների ցանկի առաջին տեղերում չկան արդյունաբերական ընկերություններ։ Սա Հայաստանի տնտեսության մոդելը ներկայացնող փաստ է։ Այսինքն կազմակերպությունը կարող է ահռելի հարկեր փոխանցել բյուջե, սակայն ունենալ 1-2 տասնյակ աշխատակից, ինչպես օրինակ վերարտահանումով զբաղվող ընկերությունները։ Այսինքն գործունեությունը փող է բերում, բայց մուլտիպլիկատիվ էֆեկտ չունի տնտեսության համար։ Առանձիկները թանկացել շուկայում ու իրենք ռեկորդային թիվ էին մոտել, մոտավորապես 144 միլիարդ դրամ, հետո նվազել էր 109 միլիարդ 24 թվին, հիմա 52 միլիարդ է։ Հիմա մի հարց է առաջ գալիս, դեռ որքան հնարավոր կլինի բյուջե հոսքեր ապահովել վերարտահանման հաշվին եւ ընդհանուր առմամբ ինչ ազդեցություն դա կունենա մեր տնտեսության վրա։ Փորձագետների կարծիքով այն, որ իրավիճակից օգտվում է հայկական բիզնեսը, շատ լավ է։ Ուրիշ բան, որ պետական տնտեսական քաղաքականությունն այս ընթացքում պետք է տարվեր այնպես, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո ստացած շահույթը շարունակեր աշխատել հօգուտ Հայաստանի տնտեսության։ Ենթադրություն անելով, որ իբր այս դրամական հոսքերը երկարաժամկետ հեռանկարում լինելու են, կառավարությունը կարող է պարտավորություններ ստանձնել երկարաժամկետ, ու երբ հետագայում այս դրամական հոսքերը կտրվեն, ուղղակի ի վիճակի չլինի այդ պարտավորությունները կատարելու եւ հայտնվենք այդպես ֆինանսական ծանր դրության մեջ։ Մեծ հաշվով վերարտահանվող ոսկու եւ էլեկտրոնիկայի ծավալները կսկսեն նվազել, հենց որ Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանն ու ԱՄՆ գան համաձայնության։ Ինչ ենք անելու մենք դրանից հետո։ Պարզ չէ։ Տարեկան Հայաստանի բյուջե հարյուրավոր միլիոնների հարկեր են մուտք լինում բացառապես հենց վերարտահանման շնորհիվ։ Իսկ այդ մուտքերով մարվում են միլիարդավոր դոլարների պատկերի տոկոսադրույքները, որոնք կառավարությունը շարունակում է ներգրավել ճանապարհաշինության եւ այլ նախագծերի համար։ Եթե դու տեսնում ես, որ կարճաժամկետ ինչ որ օգուտներ ունես, հնարավորություններ ունես, եկամուտներ ունես, այդ կարճաժամկետ եկամուտները կուտակում ես ու դնում ես մի կողմ, որպեսզի հետագայում խնդիրներ առերեսես, կամ գոնե եթե չես դնում մի կողմ եւ ուզում ես օգտագործել, դրանց հաշվին այդպես երկարաժամկետ պարտավորություններ չես ստանձնում։ Կա կարծիք, որ իշխանության ներկայացուցիչները հույս ունեն դեպի Ռուսաստան վերարտահանումից ստացվող շահույթը փոխարինել թրիփից ստացվելիք շահույթով, սակայն վերջինից ստացվելիք եկամուտները Հայաստանի համար չափազանց աղոտ են։ Հեռանկարներն էլ անկանխատեսելի։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներ անց։
Հայաստանը հզորությամբ 101-րդն է, հրապարակվել է 145 երկրների ռազմական կարողությունները։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Ռուսաստանում այսօր մեծ էկրան է բարձրանում ոսկե դուբլ ֆիլմը նվիրված մեծ ձգտումներով համեստ մարդու մասին, ով դարձավ ոչ միայն Հայաստանի, այլև Խորհրդային Միության ֆուտբոլի քայլող լեգենդներից մեկը։ Նրա մարզական աստղը սկսեց փայլել Մոսկվայի Սպարտակի հետ, Մարշչականը Երևանի Արարատի հետ։ Նիկիտա Սիմոնյանի նվիրված ֆիլմը կարող եք դիտել Հայաստանում փետրվարի 5-ից բոլոր կինոթատրոններում։ Լեգենդար Սպարտակի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Նիկիտա Սիմոնյանը դառնում է Երևանի Արարատի մարզիչն ու իր առջև ժամանակի համար անհնարին թվացող նպատակ դնում՝ ձևակերպել ոսկե դուբլ, չեմպիոնական մեդալն ու Խորհրդային Միության գավաթը տուն բերել։ Սակայն թիմը նախ պետք է հրաժարվեր ընդունել նոր մարզչին, իսկ գլխավոր մրցակիցը միևնույն ժամանակ հաղթանակի համար պատրաստ լիներ ամեն ինչի։ Ճանապարհ դեպի հայկական ֆուտբոլի բում, ինչպես 1973-ից հետո հենց ռուսներն էին բանաձևում։ Ոսկե դուբլը սպորտային դրամա է, պատմելու խորհրդային ֆուտբոլի խորհրդանիշերից Նիկիտա Սիմոնյանի փառահեղ մարզչական կարիերայի ամենակարևոր փուլի մասին։ Вы же хороший тренер. Да. Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի գլխավոր դերում Եգոր Բերոևն է։ Խաղում են նաև Սոֆիա Դոնյանցը, Սերգեյ Գազարովը, Քսենիա Ալֆերովան, Սերգեյ Շակուրովը, Անահիտ Կիրակոսյանը, Բաբկեն Չոբանյանը, Անդրանիկ Խաչատրյանը եւ Անատոլի Կոտենյևը։ Գլխավոր պրոդյուսերը Վալերի Սահարյանն է։ AP Սինեմայի եւ Start Artsans կինոթատրոնի համատեղ նախագիծն է Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։ Խորհրդային ֆուտբոլի լեգենդին ճանաչողները փաստում են համեստ մարդ էր, ահա թե ինչու սկզբում ստեղծագործական թիմին բարդ թված նրա համաձայնությունը ստանալը սեփական կյանքի մասին պատմող ֆիլմ նկարահանելու համար, թեպետ հետո արդեն նկարահանումների ընթացքում նա աջակցեց, խորհուրդներով կիսվեց եւ ամենակարևորը վստահեց ու ազատություն տվեց, ինչն այսօր ստեղծագործական խումբը բնորոշում է որպես օրհնություն, ու թեպետ Նիկիտա Սիմոնյանը չհասցրեց դիտել ֆիլմի վերջնական տարբերակը, թողել է իր խոսքը դրա ստեղծման մասին։ Ես անկեղծորեն զարմացա, երբ ինձ մոտեցան այս ֆիլմի գաղափարով, քանի որ այդքան ժամանակ է անցել։ 50 տարին երկար ժամանակ է, միակ բանը, որ ես կցանկանայի այն է, որ այն ճշմարիտ լինի, որպեսզի մարդիկ իսկապես իմանան այս պատմությունը։ Նախագծի վրա աշխատում են գիտակ մարդիկ եւ ես վստահում եմ նրանց։ Հուսով եմ, որ այս պատմությունը կոգեշնչի եւ կմոտիվացնի երիտասարդ ֆուտբոլիստներին, ովքեր երազում են մեծ հաղթանակների մասին։ Ֆիլմը նկարահանվել է դարաշրջանի բոլոր նրբությունները լիարժեք արտացոլող շուրջ 170 տարբեր տեղանքներում, ինչը հնարավորություն կտա վայելելու նաև տեսողական հարուստ ու եզակի պատմություն։ Нужно, чтобы через много лет кто-то сказал: они были, они сделали это. Ֆիլմ ֆուտբոլային թիմի մասին, որը բեկեց խորհրդային սպորտի պատմությունը։ Ռուսաստանում այսօր ոսկե դուբլի պրեմիերան է։ Փետրվարի 5-ից այն կլինի բոլոր կինոթատրոնների էկրաններին։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Պատմություն այն մասին, թե ինչ են ընդունակ մարդիկ հանուն փողի կամ իշխանության, մյուս կողմից պարզ հասարակ տղաներ, որ պայքարում են իրական արժեքների համար։ Մի խոսքով, կյանքի իրական գոյամարտ, որտեղ դեպքերն ու դեմքերը հաճախ նաև մեր շուրջն են, մեր կողքին։ Դիանա Գրիգորյանի նոր հեռուստանովելը ինտրիգների պակաս չունի եւ Արմենիայի եթերում կլինի այսօր երեկոյան։ Նա ով պայքար չի տեսել, կյանքը բոլորովին չի ճանաչել։ Հաղթող է ճանաչվում Ռաֆայել Սարգսյանը։ Իրենց գոյամարտը ռինգի դաշտ են բերում հարազատ եղբայրները։ Նրանցից մեկը պիտի ողջ մնա։ Ավո, էսի միակ շանսն է երեխուս համար շատ փող աշխատելու։ Դիանա Գրիգորյանի նոր հեռուստանովելը «Գոյամարտը» պատմություն է մարդկային դիմագիծը չկորցրած տղաների մասին։ Բարոյական այս հերոսների կողքին ապրում են արժեզրկված ու փողին գերի դարձածները, որ հարազատի արյունն են ուրացել։ Մարտի մեջ են հարուստներն ու աղքատները, երկյուղածներն ու համարձակները, արդարության համար մեռնելուց չվախեցողներն ու տարբեր քամիների տակ հեշտորեն ճկվողները։ Երբեմն էլ գոյամարտում հայտնվում են արյունակից, բայց իրար համար օտարացածները, որոնցից ողջ պետք է մնա միայն մեկը։ Հետաքրքիր ինտրիգային սցենար, լիքը ասելիքով, լիքը հետաքրքիր պատմություններով, որ գիտեմ մենակ մի բան, մեր իրականությանը շատ
պատահում է նման այն իրավիճակը մեր իրականության մեջ շատ կա, այն ինչը որ հիմա սցենարում է։ Կերպարը այնքան հետաքրքիր է, հատկապես բացասական կերպարով հանդես գալու պարագայում, որովհետև այդտեղ խաղալու շատ ու շատ շերտեր կան։ Հայաստանից մինչև Մոսկվա ֆիլմի նկարահանումների աշխարհագրությունը լայն է, բազմաշերտ։ Գոյամարտի հերոսները հեռուստադիտողի համար կյանքը կբացահայտեն բոլոր շերտերով։ Սա պատմություն է խաչվող ճակատագրերի, ինքնության որոնման եւ գոյության համար մղվող անխուսափելի պայքարի մասին։ Հրաշքներ տեղի չունեցան, պապիկ։ Ես որ մեծանամ, իմ եղբորը գտնելու եմ։ Վաղուց այս տեսակ դեր չեմ խաղացել։ Մի քիչ գժոտ, մի քիչ դարդոտ, մի քիչ խեղճոտ, բայց մեծ հոգուտեր մարդ։ Հրաշալի թիմի հետ եմ աշխատում, շատ լավ խաղընկերներ ունեմ, թիմի հետ արդեն վաղուց աշխատել եմ, բոլորն էլ արդեն իմ ընկերներն են։ Ֆիլմում ներգրաված են հեռուստադիտողին արդեն ծանոթ ու սիրելի դեմքեր՝ Դավիթ Հակոբյանը, Կարեն Հովհաննիսյանը, Ռոզի Ավետիսովան, Լևոն Մկրտչյանը, Նիկոլայ Եղիազարյանը, Անի Մեհրաբյանը, Կարո Հովհաննիսյանը եւ ուրիշներ։ Լսի, ուշքդ վրետ բայ։ Որովհետեւ բոյի վախտել Լեանգա տենց խառնվես իրար։ Այս լինելու է իմ համար լրիվ նոր կերպար, աշխատում եմ այս կերպարի վրա, արդեն սկսել եմ պարապել, բաքսոր է այս կերպարը լինելու, հուսամ կտարբերվեմ նախորդ կերպարից։ Ես շատ փակագծեր չեմ ուզում բացել, որպեսզի մեր հեռուստադիտողը ավելի հետաքրքրությամբ լցված լինի, այնպես որ խոստանում ենք, որ ինտրիգային եւ շատ հետաքրքիր սուր պահեր եւս լինելու են։ Ես քեզ կպահեմ, դու ուրիշ երեխուն չէ՞։ Կամ ուրիշ երեխան ո՞րն է։ Երեխան երեխա է։ Ինչպես միշտ դասերակցական գիծը շատ է հեռուստանովելում ու ամեն կերպար ունի ինչ-որ կարևոր ասելիք։ Իմ կերպարի կարևոր ասելիքը այն է, որ ինչ ուզում է լինի կյանքում, պետք չի հանձնվել, նույնիսկ ամենաբարդ իրավիճակում պետք է պայքարել։ Գոյամարտի ասելիքը խորն է, միաժամանակ պարզ, ասում են ֆիլմի հեղինակները։ Ուժը միայն ֆիզիկական չէ, իրական հաղթանակը ոչ թե հակառակորդին պարտության մատնելն է, այլ սեփական խիղճը, արժեքներն ու դիմագիծը, սկզբունքներն ու սերը չկորցնելն է, որի դեպքում է միայն մարդը իրական հաղթանակ տոնում։ Գոյը պայքարի պահանջ է, իսկ չպայքարելը դեպի մահ տանող ճանապարհ։ Կյանքն էլ իր իմաստով նույնանում է պայքարի հետ, ասել է թե Գոյամարտի։ Կյանքի հենց այս անխուսափելիության մասին է մեր նոր հեռուստանովելը։ Գոյամարտում ամենաբարդ կռիվը մեծ ու արգելված սիրո համար է։ Տարվա ամենասպասված ու ինտրիգային հեռուստասերիալը Armenia TV-ի եթերում կլինի հունվարի 26-ին ժամը 21:30-ին։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Պատված Արցախից վերադարձած մեր հայրենակիցները գտնվում են պետական հոգացության ներքո, հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալն էլ անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացմանն ու սպասվող արդյունքին, այս և օրվա այլ կարևորի մասին հաջորդիվ մեկ տեսաշարում։ Հայ-թուրքական սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենաարագ ազդեցությունը կունենա տուրիստական հոսքերի ավելացման վրա։ Հայաստան-Թուրքիա սահմանային մարգար անցակետում շրջայցի ժամանակ հայտնել է էկոնոմիկայի նախարարի տեղակալը։ Նա ասել է, թե սահմանի հնարավոր բացումը կազդի նաև ծառայությունների ոլորտի, ընդհանրապես արագ գործնական եւ դրական ազդեցություն կունենա տնտեսության զարգացման վրա։ Կկրճատվեն տրանսպորտային ծախսերը, մատակարարման շղթաները եւ կընդլայնվի շուկաների հասանելիությունը։ Որոշ փորձագիտական ուսումնասիրությունների տվյալներով 20% ներդրումային հոսքերի ծավալի մեծացում է ակնկալվում ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում։ Օկուպացված Արցախից վերադարձածները, որոնք ժամանակավորապես Գորիսում էին, դուրս են եկել եւ գտնվում են պետական հոգացության ներքո, հայտնում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ 10 հայեր անցնում են անհրաժեշտ բուժզննումները եւ հոգեբանական աջակցություն ստանում։ Միայնակ ապրող եւ հարազատ չունեցող մարդիկ կգտնվեն պետության աջակցության ներքո այնքան ժամանակ, մինչեւ բնակարան ձեռք բերեն տեղահանվածների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում։ Հայաստանը 2026 թվականի սկզբին զբաղեցնում է 101-րդ տեղն աշխարհում ռազմական հզորության մակարդակով։ Վերլուծությունը ներկայացրել է Global Firepower-ը։ Ռուսաստանը ավանդաբար մնում է երկրորդ տեղում, վարկանիշի առաջին տեղում ԱՄՆ-ն է։ Տասնյակի մեջ են Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Ֆրանսիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան եւ Իտալիան։ Ադրբեջանը զբաղեցնում է 60-րդ, Իրանը 16-րդ, Վրաստանը 95-րդ տեղը։ Վարկանիշի շրջանակում գնահատվում է ավելի քան 60 գործոն։
միլիոն 145 երկրների ռազմական հզորության ինդեքսը հաշվարկելու համար, ներառյալ երկրի ֆինանսական վիճակը, աշխարհագրական դիրքը, լոգիստիկ հնարավորությունները։ Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը փոփոխել է ընտրական օրենսգիրքը, որով իշխանության հետ չփոխկապակցված դիտորդական առաքելությունների, նաև հայաքվեի գրանցումը կփորձեն մերժել։ Թեմայի շուրջ այսօր իրենց դժգոհությունն են ներկայացրել հայաքվեի ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպմանը։ 2023 թվականին 2022 թվականի համադրությամբ արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի աճ։ ՆԳՆ տվյալների համաձայն, սակայն 2024-ին 23-ի համեմատ զոհերի թիվը նվազել է 45-ով, 2025-ին 24-ի համեմատ 50-ով։ Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ 5435 անձանց վարորդական իրավունքից զրկելու գերակշիռ պատճառը եղել է ալկոհոլի օգտագործմամբ վարելը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ եղանակային կանխատեսումներ, որտեղ ինչ ջերմաստիճան սպասել, ավելին կպատմի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը։ Իր հուսալիան վտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում երեքշաբթին կանցնի փոփոխական երկնքով, սպասվում են տեղումներ առավելապես հյուսիս-արևելյան գոտիներում, ջերմաստիճանը կնվազի մոտ 4-ից, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 1-ից 4 աստիճան ցուրտ։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 2-ից 6 աստիճան ցուրտ, Լոռիում 0-ից 3, Տավուշում 2-ից 5 աստիճան տաքություն, Հարրատում, Արմավիրում կդիտվի 1-ից 3 աստիճան ցուրտ, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 4-ից 8, Սյունիքի նախալեռներում 1-ից 5 աստիճան ջերմություն։ Երևանում օրը կանցնի թույլ տեղումներով, այս գիշեր սպասվում է 4-ից 6, ցերեկը 1-ից 3, երեկոյան 2-ից 4 աստիճան ցուրտ։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։